Հարսնաձորի լեգենդը սերիալը մտել է իսկապես պայթյունավտանգ փուլ, որտեղ ամեն դրվագ կարող է դառնալ ճակատագրական։ Այնինչ հիմա տեղի է ունենում արդեն ոչ թե պարզապես դրամա է, այլ իրական հոգեբանական թրիլեր։ Նարեի քայլը չթողնել, որ Սոնան պատմի Հայկին իր հղիության մասին, ցույց է տալիս նրա ներքին պայքարի ամբողջ խորությունը։ Նա կարծես գիտակցաբար ընտրում է լռությունը, փորձելով պաշտպանել Հայկին։ Նրա մտածելակերպը շատ ցավոտ է, բայց հասկանալի։ Նա համոզված է, որ ճշմարտությունը հիմա կարող է ավելի շատ վնասել, քան օգնել։ Նա վախենում է, որ եթե Հայկն իմանա ամեն ինչ, նա կվերադառնա ու կհայտնվի նույն վտանգների մեջ։ Բայց այս լռությունը դառնում է հերթական ճակատագրական սխալը։ Հայկն իր հերթին նույնիսկ չի փորձում լսել Սոնային։ Սա շատ կարևոր պահ է։ Նա արդեն հոգնել է, փակվել է իր մեջ և չի ցանկանում նորից բացել հին վերքերը։ Նա չի պատկերացնում, որ հենց այդ պահին կարող է լսել իր կյանքի ամենակարևոր լուրը։ Այս երկու զուգահեռ քայլերը՝ Նարեի լռությունը, Հայկի հրաժարումը լսել, կրկին հեռացնում են նրանց իրարից։ Միևնույն ժամանակ Նարեի ընտանիքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Սաքոն արդեն հասել է այն կետին, որտեղ իրականությունն ու հիշողությունները խառնվել են իրար։ Նրա հոգեկան վիճակն ակնհայտորեն անկայուն է։ Նա ապրում է անցյալի մեջ, լսում է իր խղճի ձայնը, տեսնում է այն, ինչ գուցե գոյություն չունի։ Սա արդեն վտանգավոր փուլ է, որովհետև նման վիճակում մարդը կարող է անել ամենաանսպասելի քայլերը։ Եվ հենց այդպես էլ տեղի է ունենում։ Սաքոն վերցնում է զենքը և դուրս գալիս տնից։ Այս տեսարանը դառնում է ամբողջ սերիալի ամենալարված պահերից մեկը։ Ոչ ոք չգիտի նա ուր է գնում, ինչ է պատրաստվում անել, բայց մի բան պարզ է՝ նա գնում է ինչ-որ վերջնական քայլի։ Այն փաստը, որ Հայկը տանը չէ, կարծես փրկում է իրավիճակը, բայց միայն մասամբ։ Սաքոն գնում է Հայկի տուն։ Սա արդեն հստակ ազդանշան է, որ նրա նպատակն առնչվում է Հայկի ընտանիքին։ Այստեղ մի քանի սցենար է հնարավոր և բոլորն էլ վտանգավոր են։ Նա կարող է գնալ Միքոյի հետևից, որպես Հայկի ամենամոտ մարդը, կամ Աբոյի, ում հետ տարիների հակամարտություն ունի, կամ պարզապես գնալ այնտեղ, որտեղ իր անցյալի ցավն է կենտրոնացած։ Բայց ամենավտանգավորն այն է, որ Սաքոն այս պահին չի գործում սառնասրտորեն, նա չի մտածում, նա արձագանքում է իր ներսի քաոսին, և դա նշանակում է, որ ցանկացած բան կարող է տեղի ունենալ։ Սերիալը հիմա կառուցված է մի քանի գագաթնակետային գծերի վրա՝ Նարեի ճակատագրական լռությունը, Հայկի չլսված ճշմարտությունը և Սաքոյի վտանգավոր քայլը։ Եթե Սաքոն իսկապես ինչ-որ մեկին վնասի, դա կդառնա այն կետը, որտեղից հետո այլևս ոչինչ չի լինի նույնը։ Դա կարող է դառնալ վերջնական պայթյուն, որը կբացի բոլոր գաղտնիքները։ Միևնույն ժամանակ, սա կարող է լինել նաև այն պահը, երբ Սաքոն կկոտրվի և կհասկանա իր արածների ծանրությունը։ Առաջիկա սերիաներում սպասվում է ամենածանր բախումը կյանքի ու մահվան սահմանին, ճշմարտության ու խելագարության միջև։ Հարսնաձորի լեգենդը հիմա այն փուլում է, որտեղ մեկ կրակոցը կարող է փոխել ամեն ինչ, և ամենամեծ հարցը մնում է՝ երբ Սաքոն կկանգնի Հայկի տան առաջ զենքը ձեռքին, կկարողանա արդյոք կանգ առնել, թե արդեն ուշ կլինի։ Դե ինչ, իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում Սաքոն զենքը ձեռքին ուր գնաց։ Հեռուստադիտողների մի մասը կարծում են, որ գնում է Հայկի տուն։ Բնականաբար առաջին մարդը, որը Հայկի տանը հանդիպելու է Սաքոյին, կամ Աբոն է, կամ Հայկի եղբայրը Միքոն, ում վրա է նա զենք բարձրացնելու, կրակելու է Աբոյի վրա, թե Միքոյի։ Հեռուստադիտողները կարծում են ամեն դեպքում ողբերգությունն անխուսափելի է։ Արդյոք ևս մեկ զոհ, թե ինչ-որ մեկը կհասցնի ժամանակին կանգնեցնել նրան։ Նշենք նաև, որ չի բացառվում, որ Սաքոն գնալու է Լալայի մոտ։
Բայց արդյոք Լալայի մոտ գնալուց նա զենքը ձեռքին ինչ-որ գործողություններ անելու է, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, սերիալները լարված են, հետաքրքիր և ինտրիգային: Միացեք մեզ, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր նորություններն առաջինը իմանալու ձեր հնարավորությունը և իհարկե տեղեկանալու, թե ինչ է սպասվում հաջորդ սերիալներում, որոնք լինելու են թեժ, հետաքրքիր, ինտրիգային: Բաժանորդագրվեք, եղեք տեղեկացված: Իսկ հեռուստասերիալում իրավիճակը գնալով թեժանում է: Արդյոք Հայկը կվերադառնա: Իհարկե Սոնան ցանկանում էր նրան ասել ճշմարտությունը, բայց Հայկը հոգնել է այն ամեն ինչից, ինչ կատարվում է Նարէի շուրջ և նրա հետ: Բնականաբար նա ցանկանում է այլևս ոչինչ չլսել Նարէից: Բայց արդյոք սա փրկություն է: Արդյոք նա կկարողանա հաղթահարել այս ամենը: Ցույց կտա ժամանակը: Մնացեք մեզ հետ և իհարկե կտեղեկանաք շատ հետաքրքիր նորությունների մասին: